Հարգելի բարեկամներ, բարի եկող։ Բարեձեզ։ Ողջունում եմ ձեզ բոլորին։ Այս միջոցառումը մի քիչ պատմեմ, որ մենք կազմակերպել էինք, որ մեր շարժումը միանա Ազատության հրապարակի հետ եւ ճիշտ եւ ուղղակի ինֆորմացիա ստանա։ Մեր շարժումը այս նկատի ունեմ հայկական վերածնունդ շարժումը։ Բայց երբ որ մենք որոշեցինք եւ կապը հաստատվեց, մենք որոշեցինք, որ հանրությանն պետք է ներգրավենք։ Այդ դրանից հետո մենք հրավիրեցինք ձեզ բոլորին եւ շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ։ Եվ հիմա իրար հետ այս երեկո պիտի անցկացնենք։ Երևանում, ինչպես գիտեք, ժամը մոտավորապես 6:30 է։ Մենք դեռ պատրաստ չենք Ռաֆի հետ խոսելու։ Դրա համար պիտի ներկայացնենք ձեզ այս երեկոյի կազմակերպիչներին։ Եվ որոշենք, թե ինչ ենք անելու իրար հետ այստեղ Սփյուռքում։ Մենք շատ լավ ինֆորմացիա ունենք, թե Երևանում ինչ է կատարվում, իսկ մենք պետք է մեր մասը անենք, կարծում եմ համաձայն եք, Սփյուռքում։ Ուրեմն իմ անունը Գուրգեն Մխիթարյանն է, ես ներկայացնում եմ հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնակցուհը եւ այսօր ինձ է հանձնարարված այս երեկոն բարև։ Բարեկամներ, ինչպես ասացին, ձեր հարցերը արդեն ոմանք գրեցին դեպի մեջ, մենք կհավաքենք եւ այդ հարցերից կօգտվենք Ռաֆի ընտրելու համար։ Եվ ուզում եմ սկսել նրանով, որ ասել, որ ինչ-որ թեփ կարծիք կար մինչև թեկուզ անցյալ տարի, որը գալիս է չգիտեմ որտեղից, որ Սփյուռքը միայն պետք է բարեգործություն անի, պետք է օգնի Հայաստանին, բայց Հայաստանի ներքին գործերին չխառնվի։ Այդ կարծիքը տարիների վեր կա։ Ես շատ այստեղ եմ տեսնում եմ արդեն, որ համագործակցում են բարեգործական միությունների հետ, մասնագիտական միությունների հետ, փակ պատիվ իրենց, ամեն մեկը իր տեղում օգնում է Հայաստանին, բայց ես իրենցից էլ շատ հաճախ եմ լսում, որ այդ միությունները պատշաճ կերպով չեն կարող հեռանալ իրենց բուն աշխատանքից եւ սատարել քաղաքացիական շարժումները։ Այդ խնդրը կար։ Մենք մոտենում էինք միություններին եւ այդ խնդրը կար, քանի որ բոլորը ասում էին դա մեր գործը չէ։ Եվ մենք գտանք ելքը։ Ելքը նա էր, որ մենք ստեղծեցինք մի քաղաքացիական շարժում։ Սա ոչ կուսակցություն է, ոչ բարեգործական միություն է եւ ոչ էլ մասնագիտական միություն է։ Նա քաղաքացիական շարժում է։ Այնպես որ բոլորը կարող են, ինչպես այսօր այստեղ են, երևի չգիտեմ, տարբեր քանի տարբեր բարեգործական միություններից այստեղ մարդիկ եմ տեսնում, արհեստակցական միություններից այստեղ մարդիկ եմ տեսնում, ու այստեղ շատ հանգիստ են կարող են զգալ, որովհետև մենք ներկա ենք որպես քաղաքացիներ։ Եվ այս շարժումը ստեղծվել է առաջին անգամ որպես քաղաքացիների համար, անկախ իրենց նույնիսկ կուսակցական պարտավորությունից, եւ ստեղծվել է միջազգայինորեն տարբեր երկրներում։ Սա էլ է առաջին անգամ։ Հիմա ես ուզում եմ մեր աշխատանքային խմբից հրավիրել Հակոբ Սաբոյանին։ Նա մի քիչ կպատմի ավելի մանրամասն մեր կազմակերպության մասին, որովհետեւ շատ գործ ունենք անելու, խնդրեմ ծանոթացեք։ Հակոբ Սաբոյան, համեցեք։ Բարև Հայաստանում իմացած սրանց հետո ասել, բայց հավաքվել է ինչ անենք։ Հարգելի հայրենակիցներ, հայկական վերածնունդ շարժումը ստեղծվել է տակավին վերջերս, բայց արդեն իր մասնակցողներ ունի Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում եւ բոլորային երկրներում, որտեղ որ հայերը ինքնակազմակերպվել են եւ սպասում են, որ մասնակցողներ կբացվեն շատ ավելի շատ երկրներում։ Ուրեմն մեր հիմնական նպատակներից մեկը դա աջակցել Սփյուռքի մաքսիմալ ներգրավվածությանը Հայաստանի քաղաքացիական, քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքին։ Ուրեմն նորություն ասած չեմ ինձ, եթե ասեմ, որ տարիների հազարամյակների ընթացքում Հայաստանի պատմության ընթացքում միշտ շատ պասիվ է օգտվել իր բոլոր հնարավորություններից եւ ներուժից եւ դրա համար հսկայական մեծ երկրից հիմա վերածվել են միայն փոքր քարտեզի, որտեղ որ
նույնիսկ անունը տարածքի վրա հնարավոր չի գրել։ Ասածս ավարտության համար տեսեք, մենք մեր նախին մայրաքաղաքում տվել ենք լիրիկական անուն 1001 եկեղեցիների կամար, խոսքը անիի մասին է։ Բայց ըստ իս, եթե մենք հայերը անիում կառուցեին 1001 եկեղեցու փոխարեն 100 եկեղեցի, մենք դրանից ավելի պակաս քրիստոնյա չէին դառնել։ Բայց մնացած այդ դեպքում մնացած մարդկային եւ ֆինանսական ներուժը կարելի է ներդնել դիվանագիտական ոլորտում, կրթական ոլորտում, բանակը բազմացնել, չգիտեմ, պատերը, պարիսպների վարձածներ եւ հիմա մենք ունենայինք միգուցե ոչ այդքան լիրիկական անվանման, բայց ոչ ավերակ եւ ռեալ քաղաք, որը կներ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ուրեմն դրանից ընդամենը 100 տարի է անցել օտարապես եւ մենք հիմա անում ենք նույն սխալը։ Ունենալով Սփյուռքի բավական ծանրակշիռ քաղաքական կշիռ, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունի օգտվում դրանից կամ օգտվում է շատ մասամբ։ Ունենալով Սփյուռքի մշակութային հզոր ներուժը այսօր Հայաստանի Հանրապետության հերթատեսության հեղեղված է գողական սիրիալներով, որ չգիտես ինչ աղետային համակարգ են ուզում թողնեն այսօրվա սերնդին եւ վաղվա եկածող սերնդին։ Ունենալով Սփյուռքի հզոր ֆինանսատնտեսական գործոնը այսօր Հայաստանի արտաքին պարտքը անցել է 4 միլիարդից։ Այդ պարտքը մնալու է մեր երեխեքին, մեր թողներին։ Ուրեմն, երբ որ Հայաստանի իշխանությունները տարբեր պատեր եւ անպատեր առիթներով հայտարարում են, որ Հայաստանը դա բոլոր հայերի երկիրն է, այդ դեպքում պետք է պատրաստ լինեն, որ Սփյուռքում գտնվող ցանկացած հայ լուրջ կընդունի դա եւ չհասնի պատասխանատվություն իր վրա։ Իրաչափ, իրավարումը։ Տեսեք ինչ է ստացվում։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը որ արդեն Հայաստանում չէ, վերածվում է Սփյուռքի, որովհետև այլևս չունի գրելու իրավունք։ Հիմա մեր շարժման, հայկական վերածնուն շարժման մոտակա նպատակներից մեկը դա վերականգնել Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Որովհետև, տեսեք, ասում են Հայաստանի այսօրվա վատ, մեր մասած, վիճակի մեղավորը դա քրեա օլիգարխիկ համակարգն է։ Ես դա համաձայն չեմ, որովհետև քրեա օլիգարխիկ համակարգը դա հետևանք է եւ ոչ թե պատճառ։ Հետևանք է նրան, որ այն մարդիկ, ովքեր որ այն Հայաստանի քաղաքացիներ, ովքեր որ դուրս էին գալի երկրից, զրկվում էին ձայնի իրավունքից, իսկ տեղի մնացած ժողովրդին շատ ավելի հեշտ է կաշառել, խաբել, ճնշել, դիմել տարբեր մեթոդների, որպեսզի ստանան իրենց հարմար ձայների համակցությունը։ Իսկ տեսեք, հարուստներ եւ արտաքին կան ցանկացած զարգացած երկրում, բայց հարաբերությունները այդքան լարված չեն, որովհետև նորմալ զարգացած երկրում եւ հարուստը եւ աղքատ ապրում է օրենքի սահմաններում։ Հայաստանում մեծահարուստները կամ օլիգարխները չկացում են օրենքերը, որտեղ իրեն այսօր էս իշխանությունն վաղը վերընտրվելու է իրենց սատարել եւ մյուս օրը նորից վերընտրվելու է քուեի իրենց սատարել։ Եթե իրանք համոզված չլինեն, որ նույն անձը լինելու է երես օր եւ վաղը, իրանք իրենց ապագան, իրենց ֆինանսները, իրանք բիզնեսը անձի հետ չեն կապեն օրենքի հետ, կապեն օրենքում լինելու հետ։ Դրա համար կարելի ժողովուրդ միայն Հայաստանի տարածքում գտնվող հայերի խնդիրը չի սա։ Ես դες ոչ եմ անում, ինչ որտեղ սա ցանկալի է, բայց նաեւ պարտադիր։ Դուք բոլորը մենք բաժանեցին մեր կոնտակտային ինֆորմացիան, դες կարող եք գրել մեզ, մենք բաց հարթակենք ցանկացած աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացած հայի համար։ Կարող եք գրել մեզ, գալ մեր ժողովներին, ժողովները բաց են, բերել ձեր առաջարկները, դրանք քննարկվեն ոնց որ ինչպես մնացած առաջարկները, որևէ խնդրականություն չկա, փորձենք միասին գտնենք լուծում։ Շատ շնորհակալություն։
Ակելի բարեկամներ, ինչպես տեսնում եք, կամաց գործը սկսում ենք այստեղ Սփյուռքում ու սկսում ենք հասարակական, այսպես քաղաքացիական մակարդակով։ Մեզ անցյալ տարի շատ լավ օրինակ ծառայեցին հենց Հայաստանում ստեղծված քաղաքացիական շարժումները, եւ մենք արդեն քանի ամիս է մտածում ենք եւ հենց իրենց հետ պիտի սադարենք, դա էլ է մեր պարտականությունների մեջ մտնում։ Եվ ինչպես Հակոբը ասեց, մենք նաեւ հարթակ ենք այստեղ մտքերի փոխանակման, որտեղ ոչ մեկը մեզանից չի կարող իսկապես միայնակ ձևակերպել, թե որն է լավ Հայաստանը։ Մենք միայն իրար հետ կարող ենք ձևակերպել։ Եվ այդպիսի քաղաքացիներից այսօր Գրանե Շահյանն է, որը ուզում է ելույթ ունենալ եւ իր քաղաքացիական դասավորումը ցույց տալ։ Գրանե Շահյան։ Բարի հայրենիք։ Ասում եմ հայրենիք, որովհետև իմ համար ամեն մի հայ հայրենիքից մի փոքրիկ մասնիկ է։ Ամեն մի հայ, որտեղ էլ որ լինի, հայրենիքի բույրն ու շունչն ունի իր հետ։ Սովորաբար չեմ սիրում կարդալ, բայց որոշել էի, որ առանց քրտերի պիտի գամ եւ խոսեմ ձեր հետ։ Բայց քանի որ գիտեի, որ հայրենիքի մասին խոսելիս եւ ձեր հետ խոսելիս հնարավոր է, որ ինչ-որ բարեր բաց թողնեմ, այնուամենայնիվ փորձեցի ինչ-որ գրառումներ անել։ Հավատացեք, ամբողջ գիշեր չեմ քնել։ Ոչ թե նրա համար, որ երկար էր կամ շատ էի գրում, այլ որովհետև պատասխանատվության զգացողություն ունեի ամենքի առջև։ Եվ առաջին հերթին իմ առջև։ Կարող եմ արդյոք իրավունք ունեմ արդյոք, կարող եմ խնդրել, կարող եմ պահանջել, դա տեսեք ինքներդ։ Դարերի խորքից եկող մի խորհրդավոր ձայն խուլ զնգում է ամեն հայ գենի մեջ։ Անմիաբան ենք, անմիաբան ենք, անմիաբան ենք։ Ասել է, թե մի բանի, մի խոսքի, մի մտքի չենք, եւ սա է մեր անկումների հիմնական պատճառը։ Մեր երբեմնի հզոր լայնածավալ հայրենիքի այսչափ փոքրանալու պատճառը միայն սա է։ Մեզանից շատերը մեր այսօրվա վիճակի համար մեղադրում են անցյալին, մեր նախնիների, իշխանավորների, մտավորականների անհամերաշխությանը, նրանց հնչակախտությանն ու անձնական շահը պետականից վեր դասելը, դրանից բխող խղճի խայթի, որովհետև դա իրականություն է։ Երբեմն մեղադրում ենք առանց խղճի խայթի, որովհետև դա իրականություն է։ Այդ իրականության հետ լռելյան հաճախ նաև բարձրաձայն համաձայնվելու համար ճակատագիրը մեզ բազմաթիվ օրինակներ է տվել եւ ամեն անգամ մեր համաձայնությունը ստանալով էլ ավելի բաժանել մեզ իրարից ու հայրենիքից։ Ինչպես Շատրենի կաշի քարտեզի վրայից ամեն համաձայնության հետ կրճատվել է մեր երբեմնի լայնածավալ հայրենիքը։ Հիմա էլ թերևս ձեզանից շատերը համաձայն են իմ հետ։ Եվ հենց այս պահին, երբ դուք համաձայնում եք, որոշվում է հաջորդ կտորի կրճատման չափը։ Սիրելի հայրենակիցներ, գուցե խոսքերս ձեզ թվան մռայլ եւ հուսահատ, բայց դա իրականություն է։ Վկան օրեօր ահագնացող արտագաղթը։ Ներեցեք ինձ, եթե ձեր բարեկեցիկ ապագայի երազանքների արևոտ օրվա վրա թուղթ եմ բերում, բայց իրականությունն իսկապես մռայլ է, դրա համար ուղղակի եկեք խորհենք, թե երբ ենք վերջին անգամ ուրախ եղել, ազգովի։ Ճիշտ եք, մտքի մեջ երևի ասում եք 1991 թվականին։ Այդ ժամանակից ի վեր կարծես ապրելիս լինենք մեր պատմության մանրակերտի վրա։ Լակմուսի թղթի պես ամեն բան երևակվում է հենց այս ժամանակահատվածում։ 90 թվականի ռոմանտիկ ազատատենչ ոգին, որ հրաշք գործեց, հենց մեծ բռունցքվելու արդյունքներ։ Ուրեմն, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Վերջին 500 տարիների մեջ շոշափելիս ոչ միայն բարոյական երկու ձեռքբերումները տեղի ունեցան հենց առաջին 5 տարում։ Ազատվեցին սովետական լծից եւ վերեցին որոշ հայկական հողեր։ Մտածել եք արդյոք թե ինչու եւ ինչպես կարող էր դա պատահել։ Ինչպես կարող էինք մի քանի անգամ մեզանից շատ եւ ուժեղ թշնամուն հաղթել գտնվելով բլոկադայի մեջ։
որովհետև հավատացինք մեզ ու մեր ներքին, որովհետև միաբանվեցինք, որովհետև իսկապես եւ արդարացիորեն մերն էինք պաշտպանում, մեր արժանապատվությունն ու մեր հայրենիքը, ուսուսի տված, սփյուռքահայ, արցախցի թե հայաստանցի, միահամուր էինք, այդ մենք էինք ժողովուրդ, այդ մենք էինք, որ հաղթեցինք։ Ու հենց այդ ամրապուր տեսակից են վախեցել մեր հակառակորդները, վախենալով հանդերձ լավ ուսումնասիրելով մեր թույլ կողմերը։ Մենք, հայերս, մեր միաբանության վտանգավոր ենք դիտվել տարածաշրջանի որոշ ուժերի համար։ Եվ այսպիսով, 96 թվականի ընտրություններից սկսյալ մեզ կրկին սկսեցին փորձված ծրագրով թուլացնել։ 98-ին երրորդ հանրապետության առաջին նախագահը վայր է դնում իր իշխանությունը նախկին համախոհների ճնշմամբ։ Ինչ չէին կիսել, կամ որքանով էին կիսել, թողնենք ապագայի պատմակիցներին և ժողովրդի դակին։ Փաստը մնում է փաստ, որ դրանից հետո 15 տարի մեր երկիրը պիտի չունենար արդար ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ։ Դա նշանակում է, որ հայոց աշխարհը ապրելով իսկ խաղաղ ոչ պատերազմական ժամանակաշրջան դատարկվում է, արտագաղթում է ընտրությունից ընտրություն, բզկտվում է անարդարությունից անարդարություն։ Փաստորեն 91 թվականից ի վեր մենք չկարողացանք միաբանվել։ Ավելին, անհանդուրժողականության սև խրեցին մեր երկրի երկու հատվածների միջև, մեր ամբողջականության համար հեղված արյունը ջուր դարձրեցին, դրածային հրելով նախագահական պաշտոնին, կրկին մեզ տիրեցին բաժանելով, ներսից ցեց գցելով, կրկին խաղալով մեր թուլությունների ճոպանին։ Մնացածի մասին դուք ինձանից լավ գիտեք։ Մինչև հիմա ընտրված երեք նախագահները մեր երկիրը բերեցին հասցրեցին մի կետի, որից այն կողմ քաղաք պետություն դառնալն է, եթե արդեն չենք դարձել։ Այս տարիների ընթացքում նրանք սփյուռքին օգտագործում էին կթուկովի կարգավիճակում։ Միայն պարտավորություններ դնելով նրա հայրենասերուցերին և հետս հետը վերցնելով առանց այլ աննշան իրավունքները։ Ես մտաբերում եմ միայն ընտրելու իրավունք։ Բայց ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում պատահած սակավ լավ լիքվածներից մեկն է Ռաֆի Հովհաննիսյանի պես հայրենասեր նվիրյալ առաջին մարդու հայրենիքին ու ժողովրդին ծառայելու պատրաստական լինելն է։ Ողջունը տենց սահարկս կասես։ Նրա ռոմանտիկ թվացող քաղաքական կեցվածքը, որից ավելի վճռական ու գրագետ, հայապահպան և դիվանագետ ես ոչ այս 15 տարիների ընթացքում չեմ նկատել։ Նա մերժեց իր բարեկեցիկ կյանքը մի երկրում, ուր կյանք դասավորելու համար հերթ են կանգնում, նույնիսկ հզոր տերությունների հպատակները։ Չգնահատել այս անհիմնացության կարևորությունը մարդկայնորեն անարդար կլինի, գնահատել լոկ մտքի մեջ նույնպես։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ արդեն փորձն եք համախմբվելու արդար պահանջի շուրջ, հիշեցեք 91-ը, և հաղթանակել, ուզում եմ այսօր էլ խնդրել, կոչ անել, հորդորել, հիշեցնել, մենք կանգնած ենք կործանման եզրին։ Եկեք այս անգամ էլ մեր հզոր եսից վերածվենք ավելի հզոր մենքի, միավորվենք, խնդրում եմ, դուք էլ ձեր հերթին հորդորեք ձեր բարեկամին, հարազատին, հարևանին, անտարբեր չլինել սեփական ցավի նկատմամբ, աշխարհի բոլոր ծագերում կան հայեր, համախմբվեք, որ կարողանան հաղթահարել այս ծանր ու վտանգավոր շրջանը։ Հիմա է տրված այս շանսը, պատեհը, պատեհ պահը, որ կարող ենք աշխարհին ապացուցել հնամենի ժողովրդի կամքն ու իմաստնությունը։ Սիրելի հայրենակիցներ, դեռ դարեր առաջ Պարսից Զարե Հարքան է ասել. հաղթել համախմբված հային անհնար է, բաժանեք դրանց։ Եվ ահա դարեր շարունակ մեզ մեր իսկ ձեռքով բաժանում են, պատար անում, բզկտում, իսկ մենք չենք էլ ուզում տեսնել դիտավորությունը, չենք ուզում գոնե հետ ճուկս միաբանվել, չենք ուզում հաղթել մեր միջի հիվանդին, թուլականին, թշնամուն, չենք ուզում, չասեք թե չենք կարող։ Մենք արդեն գիտենք, որ կարող ենք հաղթել, և ինքներս մեզ և թշնամուն, պետք է ընդամենը հայրենիքի ու ժողովրդի շահը վերդասենք մնացյալից, գոնե մի կարճ ժամանակահատվածում մինչև ամրանան,
Չկա այնպիսի մի բան, որ անհատը մարդը ուզենա եւ չկարողանա հասնել։ Ուր մնաց թե մեր նկարագրող հինավուրց ժողովուրդը։ Հիմա քեզ եմ հարցնում, սիրելի տարագիր հայր։ Ուզում ես ունենալ միավորված պայքար։ Աշխարհի մեծերի հետ հավասարի պես բանակցող երկիր, կուշտ ու ազատամիտ, արդարադատ ու բարքավաճող ժողովուրդ ուզում ես ունենալ, ուրեմն սկսի քեզանից։ Աչքիդ առջև ունենալով լրկված, չարչերկված, հյուսված հայրենիքիդ այսօրվա պատկերը, սկսիր հենց հիմա, հենց այս պահին, ու արյո, հենց քեզանից, մի սպասիր մեկ ուրիշին, այլ ինքդ եղիր այն մեկ, ով ուզում է միավորվել և ճանապարհ է ընկել իր ետևից տանելու մենքի հաղթանակը, բարևի հեղափոխությունը։ Նախորդ երեք նախագահները արդեն արտագաղթով, բախով և դիկտատուրայով հյուծել են, դատարկել են երկիրը, գլխատել են ժողովրդի մտավորականությանը, երկրի ներսում հիմա ստալինյան բախի մթնոլորտ է, սա դիտավորություն է, և այս դիտավորության դեմ կա միայն մեկ միջոց, Սփյուռքի համախմբելը, միավորվելը, բռունցքվելը, ընդվզելը և պահանջելը մեր իրավունքները, առանց ենթադրոշների, մեր հայրենակիցների արդար ընտրելու իրավունքը պիտի պահանջենք։ Սիրելիներս, ևս այսպիսի 15 տարի և երկրագնդի վրայից իսպար վճնջվի Հայաստան աշխարհը, հայկական բարձրավանդակի վերջին պատառը։ Եկեք համախմբենք և մենք կուր կամքով թելադրենք աշխարհին, որ այնքան էլ հեշտ չէ հայից վերանները, թե չէ ռավին մենակ առանց մեզ, առանց ժողովրդի ոչինչ չի կարող անել։ Դուք ասեք, ինչ կարող է անել։ Մեր պապերն են ասել, թե գեր կանգնի, գերանքը կոտրի։ Սիրելի հայրենակիցներ, մեր միաբանությունը այսօր օդի և ջրի պես անհրաժեշտ է մեր հայրենիքին։ Վայրկյան ուշացնել նշանակում է վայրկյան առաջ հայրենիքը հանձնել հրոսակին, կրիմինալին, թույլ տա ևս 5 տարի դատարկել հայրենիքն անպատիժ և Աստված գիտե էլ ինչ նոր չարիքներ բերել իրենց համար ատելի, արդարամիտ ժողովրդի երկրի գլխին։ Հավատացեք ինձ, մեզ հետագա սերունդները չեն նել։ Եկեք միաբանվենք, որ մեր հետնորդների ջենի ձայնի մեջ հստակ հնչի, օրհնյալ լինեն մեր նախնիները, որ միաբանվեցին ու մեզ թողեցին դրախտային հայոց լեռնաշխարհը։ Շնորհակալություն Գայանե։ Բարեկամներ, ուրեմն եթե ուշադիր լսեցիք Գայանեին, մենք գործ ունենք անելու։ Ինքնակազմակերպելու, հասկանալու թե ով ինչ, որ ձևաչափով կարող է մասնակցել և աշխատել այս ուղղությամբ։ Կարող ենք աշխատել որպես քաղաքացիական շարժում մեր հետ, կարող ենք ինքները ստեղծել, համեցել, այստեղ ոչ մի թյուրիմացություն չի կարող լինել։ Մենք պարզապես առաջարկ ենք անում ձեզ, որ ինքները մտածեք առաջի հերթին, ինքները կողմնորոշվեք։ Կողմնորոշվելուց հետո կմոտենաք մեզ, համեցեք։ Եթե ասեմ, որ մեր շարժումը արդեն որոշ հաջողություններ ունի իր ինքնակազմակերպելու, մենք շարունակում ենք ինքնակազմակերպել, ձեր օգնությունը միշտ պետք է, բայց մենք ոչ մեկին չենք սպասում։ Մենք ինքներս առաջ ենք գնում, օրինակներից մեկը այս երեկոն է։ Մինչ այս, մենք արդեն կարողացանք թողարկել մեր հեռուստացույցյան հաղորդումը, որը տարբերվում է բոլոր ձեր իմացած հաղորդումներից։ Դա միայն քաղաքացիական շարժումների մասին է, ու միայն Հայաստանում կայացող իրադարձությունների մասին է, և միայն ճշմարտությունը, առանց որևէ բան թաքցնելու։ Այն, որ ոչ մի կայանով դուք չեք կարող տեսնել, մենք անկախ ենք բոլորից։ Մեր կայանը հովանավորվում է նույն սկզբունքով, անհատների միջոցով։ Քաղաքացիները որոշեցին այդ անել, միացան, հովանավորեցին, հավաքեցին, կարողացան վճարել և կարողացան կազմակերպել։ Սա ձեզ օրինակ, արեք ինքներդ, կուզեք մեր հետ, համեցեք, կուզեք առանձին, արեք, միայն թե արեք։ Երբ որ Սերժ Սարգսյանը ասում է ապահով Հայաստան,
Գայանեի ճառը լսելուց հետո շատ մեծ հարցականներ են կանգնում այդ հասկացության մեջ, թե ինչպես են հասկանում։ Ճիշտ է։ Ինչպես նա կարող է խոսալ ապահով Հայաստանի մասին, եթե այսպիսի բաներ կան։ Արտագաղթը համար 1 թշնամին է Հայաստանի ապահովության, համար 1։ Ոչ միայն արտագաղթը չի լուծվում։ Բարեկամներ, ես նորություն ասեմ, ներգաղթել չի լուծվում։ Չէ՞ որ մենք պետք է ներգաղթենք Հայաստանի վրա։ Երբևիցե լսել եք դրա մասին խոսան, բացի Ռաֆիից։ Ուրեմն ինչ ապահով Հայաստանի մասին է խոսքը։ Հիմա ես ձեզ ուզում եմ 10-12 րոպեով վիդեո ցույց տամ, որով մենք ցույց ենք տալիս մեր հերոսատեսության ալիքով։ Կիմանաք, թե ուր պիտի սկսենք դիտել։ Ամեն երկուշաբթի, ապրիլի 8-ից սկսած, ամեն երկուշաբթի ժամը 8-ից 9, 384 ալիքով։ 384 ալիք, ապրիլի 8, ամեն երկուշաբթի։ Ոչ, դժբախտաբար դեռ ոչ, բայց գնելուն կա չարնորի վրա։ Այս տեսահոլովակը, որ պիտի ձեզ ցույց տանք, երկու հետաքրքիր մաս ունի։ Բացի Ռաֆիից, որը շատ ոգևորիչ խոսում է, կա այն, որ մենք արդեն վաղուց 1 ամիս առաջ նույնիսկ սատարել էինք այդ շարժումները, Ռաֆիի շարժումները Երևանում եւ ուղարկել էինք մեր հռչակագիրը իրենց, որը Ազատության հրապարակում կարդացվեց։ Դա մենք ունենք, դուք կտեսնեք, դա մեր հաջողություններից մեկն է, որովհետև մենք անկեղծ ենք, ինչ որ ասում ենք, անում ենք։ Եվ երկրորդը միան տեսահոլովակ կա, որ վստահ չեմ, որ դուք տեսել եք։ Սա Սիրիլ Նեթի լրագրողներից մեկը գնացել է 2 գյուղ, որտեղ Սերժ Սարգսյանը հավաքել է 90 եւ ավելի բարձր ձայներ, 2 գյուղ սահմանամերձ։ Շատ ուշադիր լսեք, թե ոնց գյուղապետն է խոսում եւ ոնց քաղաքացիներն են խոսում։ Ես կասկածում եմ, որ դուք տեսած լինեք, պիտի իսկապես փնտրած լինեիք, շատ հետաքրքիր է։ 10-12 րոպե այս նայենք եւ շարունակենք։ Մեր հավատունները հերոսության, բոլորը այս տիպի են լինելու։ Այնպես որ հիմա մի րոպե միացնենք։ Խոսքերի կիսվեմ ձեզ հետ։ Երդասարդ հանրապետականները նժդե հղելով ասում են, թե Ռաֆին ինչու մեկ-մեկ օդար բարեր է օգտագործում, այնը ռուսերը։ Իրենք են օդանի շահերը սպասարկում և ինձ ասում են, թե դու ինչու ես ռուսերեն բարեր ասում եք մենք։ Ուժը արյուն չէ, ուժը մեր միասնությունն է, ուժը մեր ազատությունն է, ուժը մեր հաղթանակն է, ոչ մի արյուն։ Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կերց երկում դա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե վեհապար հայրապետը բարձի, ոչ, իրավունք դեջնում ուժը, սիրելի հայրենակիցներ, սանդվիչները պետում գնա, սանդվիչներ, ուրեմն կպրեմ հաղթիչ, եթե պարոն Սարգսյանը ապրիլի 9-ին կերց երկում դա մեր սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե վեհապար հայրապետը բացի Աստվածաշունչը օգնելով ժողովրդի հագասող, հալասող, խեղող, զավրող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիադի վրա։
կա Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ։ Հայկական վերածնունդ շարժումն իր աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածու հիմնական մրցակից Ռաֆֆի Հովհաննիսյանի շուրջ։ Հետագայում այս նամակը ևս մեզ բոլորիս աջակցության խոսքերը պարունակում, որպեսզի չկրկնվեմ եւ չերկարացնեմ նաեւ, պետք է նշել, մեր երազած Հայաստանը ոչ միայն Հայաստանում բնակվող քաղաքացիների, այլ նաեւ իսփյուրս մենք իսկապես կառուցելու ենք։ Մենք միասնական ենք լինելու եւ յուրաքանչյուր հայ Սփյուռքում թե Հայաստանում համոզված է լինելու, որ ինքը մեր երկրում ներդրում կատարելով ոչ միայն ֆինանսական, ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային, այլ նաև կրթական, այլ բնագավառների։ Մենք միանշանակ այդ ամենը օգտագործելու ենք իշա ոչ թե մի խումբ մարդկանց, այդ իշա պետության հզորացման եւ մեր հզոր Հայաստանը գալու է։ Մենք այս պահին Գևարքունիքի մարզում ենք Սևանի ափին եւ ուղևորվում ենք մարզի քաղաքներից մեկը Ճամբարա։ Գևարքունիքի մարզը ուշագրավ էր նրանով, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը որոշ ընտրատեղամասերում ստացավ քվեների 80, 85, 90, 95 եւ ավելի տոկոսներ։ Ներկայացնեմ ընդամենը մի քանի կոնկրետ գյուղերի տվյալներ։ Ինչպես է հնարավոր եղել ընտրողների նման բարձր ակտիվություն, երբ նույն բնակիչները խոսում են արտագաղթի ծավալներից։ Ճամբարա քաղաքի ընտրատեղամասում ընտրում են նաև Զորամասի զենծառայողներ։ Դա արդեն ինստիտուտ ցույց է տալիս, որ ընտրողների թվի քանակի արժ պետք է գրանցվի։ Քանի որ բոլորին ապահովում են, որպեսզի գան զենծառայողները ընտրության մասնակցեն։ Երկրորդ, եթե դուք դիտարկումներ եք կատարել, իրոք կտեսնեք, որ այդ մասնակցությունը ոչ միայն այս նախագահական ընտրությունների ժամանակ է գրանցվել, այլ գրանցվել է բոլոր ընտրությունների ընթացքում։ Քաղաքապետն ասում է նաև, որ այստեղ մարդիկ տեսել են պատերազմ, իսկ Սերժ Սարգսյանը այն մարդն է, ով ապահովում է խաղաղությունը։ Մեր բնակիչների համար առաջին խնդիրը դա խաղաղության ապահովման խնդիրն է։ Եվ մեր բնակիչները այդ խաղաղության ապահովումը տեսնում են հանրապետության նախագահի տարածատակի քաղաքականության մեջ եւ համոզված են, որ նրան իր ժամանակի ընթացքում կարող է խաղաղություն պաշտպանել։ Սահմանամերձ գոտում բոլորը միաձայն ընտրում են իրան, որովհետև մենք դավերյա ենք ինքը խաղաղություն սիրող, դժվարություն տեսած մարդը։ Մարիոն Մարտիրոսյան։ Հանրապետական կուսակցություն։ Այո, ես հանրապետական կուսակցությունում եմ։ Ես միայն իմ ձայնը, իմ ընտանիքի ձայնը, մեր տոհմածառի ձայնը բոլորս միաձայն տվել ենք Սերժ Սարգսյանին։ Այս բացատրությունը սակայն չի աշխատում Հայաստանի այլ վայրերում։ Օրինակ, Տամուշի մարզի Բերթավան գյուղը ավելի սահմանային է ու վտանգավոր, քան Ճամբարակը, սակայն Սերժ Սարգսյանը պարտվել է։ Քաղաքապետը գործող նախագահին վստահելու այլ պատճառեր է նշում։ Ամեն ընտրության ընթացքում, ամեն մի համայնքում, նմանավաճ ոչ մեծ համայնքներում նախընտրական պրոցեսում մթնոլորտ է ձևավորվում։ Նայեք մարդկանց դեմքերին ու այնտեղ կկարդաք Հայաստանի իրական պատկերը։ Ֆեզոնալը ապագա չկա։ Եթե մի նույն շուրը համամարրակացանցներ, չի դեմ։ Այնքան լավ չի կյանքը սով։
Կասեմ ավելի վատ, որտեղ լավ է չէ։ Ժողովրդի միջարոց մի քիչ աշխատանք ունես ով չենա զեկաս կնեմ չամադան մինասրայնի երկրին չեն կարող այն պիտի բարձավի ջուրդը ես դստեր երևոք ասան օրը 18 նավի ծախում իշխանել ավտոբուսներով են գնում մեր համայնքից այդքան էլ մեծ արտակարգ չունենք մեր ժամանակավոր մարդիկ գնում են աշխատանքի և հետ է վերադառնում միգուցե ընտրությունները լիներ հունիս ամսվա մեջ այդ ժամկետային աշխատողները, որ գնում են աշխատում հետ են գալիս, միգուցե այդ թվում պակաս էր, քանի որ հունիս ամսվա մեջ նրանք բնականաբար համայնքում չէին գնում։ Եթե մի գյուղում այսօր գյուղի 50% չի ապրում, որ գյուղացի կեսը չկա, կեսը արտագաղթի է, կեսը տները գնաց, գյուղը ֆրանսը կեսը հարթոնդերության մեջ երևի կեսը տները պակած է։ Եթե գյուղը հարթոնդուս ոնց է։ Չի մնա բերեք մոտացեք, գնաց է դպրոցը կամ հանգավորեցը։ Ինչ եք վերաստվել, ինչ են այրած գորգ, ինչ է վերատել։ Բայց მათ հասարակ վերլություն է։ Հարթոբուս ոնց գնաք, թե հարթոբուս պատմության մեջ որ գունա, անդրա 90 թվականից դեսը, ցայտը, ես ոնց Ճարպարակը խորհրդային տարիներին կոչվում էր Կրասնոսելսկ, իսկ ցարական ժամանակներում Միխայլովկա։ Եկատերինա թագին, որպես պատիժ, այստեղ էր աքսորում ռուս ավանդավորներին, մոլոկաններին։ Սխալ որ եկատերինան աքսորել ավանդականներին, որպես դավթի տեղ շիվարկե, որպես ամենապատերից մեկ ուղարկել աստեղ, մենակ էդ է եկա։ Գենակ է գվական արդեն շամշատին ժամանակ ինեկել է սարի ժողորդի ասոպրել է, որ լավանու տավար է, տես մնալով, ասենք բազմեզամասություն էդ կորից է, շամշատին կորից։ Մոլոկանները հեռացան հարավական պատերազմի տարիներին, իսկ նրանց տներում հաստատվեցին արցվաշենի բնակիչները։ 92 օգոստոսին ադրբեջանցիները գրավեցին այս գյուղը։ Ուրա գնում ես եկել, ուրա գնում, ինչ կգերի վերջս։ Վախենա դաշտը տանը ներս կսեք։ Լավ եկավ։ Այս է, չարչար մանգել գյուղացարը կտրի ոզ գտլի։ Օրի, վերաշությունը մնում անշություն։ Ներասապ պայքարի անցնցում ընթացքն է, որ մենք գտել ենք։ Այսինքն անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունը, եթե ուներ մի ուղի, որը գանում էր թե մի փակուղի, մենք այժմ գտել ենք մի ընթացք, մի այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում, եւ որի շնորհիվ ձևավորվելու է զուգահեռ իշխանություն բարի բուն իմաստով։ Եվ եթե նկատեցիք վերջերս Սերժ Սարգսյանը, որ խոսում էր, հիշելով Ռաֆիկ Հովհաննիսյանի իր 3 խորհուրդները, չկան տարբերակները, որ մենք արդեն չեն զանազանում նրա խոսակցությունը, հիշողակել էր մի միտք, հիշելով Ռաֆիկը, որ տարբերակներից մեկը այն է, որ կգնաս ազատության հրապարակ, և դուք ես 80%-ով նախագահ գրջակես և սկսես ձևավորել զուգահեռ իշխանություն, և այդ ժամանակ ձեզնով զբաղվել իրավապահ մարմինները։ Սա նաև մատնացույց է անում մեզ այսօր, որ ճիշտ ուղիղ սա է։ Եթե նա կարծում է, որ այդ իր սպառնալիքով մեզ պիտի վախեցնի, չարաչած սխալվում են տակարակը։ Մեզ նա օգնում է, որ բոլորս հասկանանք, որ ճիշտ ուղիղ է։ Մենք գործել ենք ամբողջությամբ, գործող սահմանադրությամբ, տրամաբանության շրջանակներում։ Նրանք եթե համարձակվեն դիմելու ռեպրեսիվ միջոցների, այդ որոշումը իրենց եւ այդ արարքները կդանեն միայն իրենց բուկի շուտապույտ կանգնման։ Ինձ պետք չէ ոչ մի նախագահություն, ինձ պետք է ժողովրդի հաղթանակը, իրավունքը, հարստությունը, գործը, աշխատանքը և մեր ազգային շահը, և մենք հասնելու ենք դրան միասին։ Շնորհակալություն այսօր մեր բոլոր մասնակիցներին, հատկապես
ընթացքում բոլորը պիտի տեսնեն ոչ միայն 26-ը, այլ ամբողջ աշխարհը, որ սա համազգային, համապետական, համաքաղաքացիական պայքար է, եւ ով դեմ կանգնեց հայ ժողովրդի իրավունքին, Հայաստանցի լինի թե օտար, տերության նախագահ, թե դավաճան, ինքը մեղսագից է լինելու եւ պիտի զղջա, որտեղ այս մեր պայքարը անդարակույս, աննահանջ դառնալու ենք դեպի հաղթանակ։ Ու երբ որ Սերժ Սարգսյանը խոսում է ապահով Հայաստանի մասին, այն նրա համար ցույց տվեցինք այդ գյուղերը։ Հետևությունները դուք արեք։ Բարեկամներ, մենք նոր ենք սկսել այս ամեն շարժումը եւ պայքարը։ Չկարծեք այսօրվա վերջացնելու ենք, այսօրը սկսում ենք։ Կա ապրիլի 7, ապրիլի 7-ին ժամը 5-ին հյուպատոսության դիմաց հայկական վերածնունդը բողոքի ցույց է կազմակերպում։ Կուզեք միացեք, չէ, մենք անելու ենք։ Դրա համար եմ ասում, դուք ինքներդ կողմնորոշվեք։ Շնորհակալություն ծաղկելի համար, դա ծափտողները կարծում եմ հենց ինքնակողմնորոշողներն են։ Ազատվեք այդ բոլոր իշոր, գիտեք այդ հին տեսակ պայքարներից, իշոր փակուղիներից, եսիմ ինչից, ամսի 7-ին Կիրակի օրը ժամը 5-ին մենք ցույց ենք անելու։ Միանալու եք։ Ես վստահ եմ։ Բարեկամներ, ուրեմն մենք արդեն մի քանի անգամ կապնավել ենք Ազատության հրապարակ։ Իմացանք, որ Ռաֆին մի քանի րոպե առաջ արթնացել է։ Ես դες ասեմ, հենց ինքը պատրաստ լինի, այն ինչ որ մենք անում ենք, դադարեցնելու ենք։ ու միանանք։ Այնպես որ սպասում ենք Ռաֆիի հրահանգին, հետ եմ ուզում ասեմ։ Արյունս հարկի գարնակիցներ։ Այդ օրվանից ասած, որ հայացքանը
ստեղծվել։ Եվ այդ նոր իրավիճակը մենք տեսնում ենք, որ բավականին ցանկային պրոցեսները սկսել այստեղ ազատում են անխորտ կապանքներից, որը մեղավորություն չէր տալիս իրականացնում եւ որքան էլ փորձեն եւ որոշակի փորձերանում են իշխանությունները սահմանափակեն իրենց ձայնը, իրենց պայքարը, կարողությունները միևնույն է, արդեն ամբողջ Հայաստանում մեր փորձեցնել, որը իշխանության վերահսկողությունից դուրս է։ Պետք է նշել, մեր վերահսկողությունից հետո եւ մենք սկսեցինք մեր դրանք ներկայացնել անիները ոչ միայն հայտնականից եւ ազատության ապահովում, այլև եթե հնարավոր է մի հատ կապը մի քիչ ավելի շրջենք, բառերը կտրվում են, եթե հնարավոր է մի քանի րոպե ես մի հատ փորձենք կապը շրջենք, լսեցիք ինձ։ Մի հատ անջատվենք, նորից միանայք։ Շարունակեք կայնակիցներ։ Մենք ձեզ չենք տեսնում, բայց։ Մենք ձեզ չենք տեսնում, բայց ոչ չի, ձայները դսում ենք։ Մենք անջատել ենք, որ կապը ավելի ուժեղ լինի, որ մեր շամարան միացնում ենք կապը Չենք տեսնում, բայց ձեր ներկայությունը մշտական է եւ միասին պիտի տանենք մեր պայքարը մինչև Շարունակելով խոսքս տանցնեմ, որ մենք հավաքներ, հանդիպումներ ունենանք Հայաստանի ամբողջ տարածքով եւ առաջի անգամ հետխորհրդային ժամանակահատվածում ըստ էության Հայաստանի մարզերում, գյուղերում եւ քաղաքներում եւս ակտիվ մասնակցություն արձանագրվեց, որը աննախադեպ է այդ առումով։ Եվ այս ամբողջ մասնակցությունը այդ Լենը ոտքի ճապների պատանհամար իրապատություն։ Մենք պատկերում ենք մեր այնակիցները չի լսում։ Իմ փոքր որ դատավ իրեն։ Եթե կարող եք քիչ դանդաղ խոսել, փորձեմ։ Եվ պետք է նշել, որ դա համազգային պայքար է, եւ մենք մեր հայրենակիցների հետ կարողանում ենք անպայման անձնական հանդիպանի հասնել։ Դա մեկ պապան, սա երկարատև, որովհետև այդ անհրաժեշտ է ամրագրում հետում հանդիպների հետ, այդ որ պայքարը այն Բարեկամներ, կարող ենք փորձել նկարը անջատել, ձայնը լսենք։ Ականաբար այս ռեժիմի կառավարությունը երբեք չէր ուզենա այսպիսի միացում լինել մեր միջև, բայց ինչ արած, ամեն ինչ իրենց որոշումով չի։ Ես կարծում եմ, որ ինչպես Արմենը ասեց, այս պայքարը երկարաշունչ է, մեր խնդիրը ոչ միայն այս
ռեժիմից սերբազատելն է, այն նաև մեր պատկերված մեր երազանք Հայաստանը ստեղծելն է, որի մեջ նույնպես մեր ներկայացում, մեծ ներդրում պետք է ունենա ամեն մի հայ։ Խոսքս ամբողջ այդ հայ սպիրտում եթե կարողանա որ երկու պետության քաղաքացիներ ասում եմ որ այս քննիները Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Բարև Հայաստանը նաև վերաբերում է ձեզ, որտեղ մենք մեկ ազգ ենք, մեկ պետություն և մեկ հաղթական ապագայով։ Բարև Հայաստան։ Մեծ բադիր է, որ այս Դժբախտաբար մեզնից չի, որ մենք շտկենք Հայաստանի կապիչաստերի Այո Արգելի մայքատեգիցներ մի օր շատ ոչ շատ հերուապինք է այս տեխնոլոգիա Բրիտմանի համարում ոստեք կտ ազգ կոպի տենքերի կերդեք ազատ և ախոտական հայտնան Միավորի արնա եկան արդ ազգ։ Դիրել է այրնակի։ Ես շատ ազգի որտեղ սարդ է կանի որ ազգային հերոք անգել որ է իսկ որ է ազգային սայելի ազգա Հայ ժողովուրդը Հայաստան, Թուրքում, Արտակում, Աստատ, այև բան, այևս հերիքն է, որ եկնենք մեր ներաժանամասություն կողանակ մեր ձայն իրավունքը վերևից տեքնոստի որ արիհոտ, որ նա մեր հայրենիքն է, նա ողջություն ժողովրդի իշխան մեր դիքում ինքը այևս ողջունի Հայաստանի հանրություն։ Այոտ ներնաշնում ապետությունը պատպատում է մեզ հավասարապետը և մենք միայն խոսքով, ոչ միայն կայքով, նաև գործով, նվիրմամբ, արոյականով, հագավոր բոլոր միջոցներով, ով տաչ է, այևս դուսման սա ռատկի հովանում ապետը, որ սիրայրի կամ արմեն, նա մեր միասնության, մեր և մեր պայման, և ես առաջարկում սիրելի ռահագի, որ բարի ամենի, թափր մակտակի, սրդաճև ծանգությունների այն կոման, դտվեք այն պայքարի, և բացկան, ապակայի ծանգն ճտ, եթե հիմա ճշտարժը մեր երկիրը և հայտնիկը հետ սկելու,
մեր ժողովրդին, մեր երեխաների վերս կապելու մեր հայրենիքի հետ, ուղղաթարցնելու հայրենիքին, ուրեմն թող իսկապես մեզ նախատիկ ոչ միայն Աստված, այլ մեր պատերը։ Մենք հիմա աննախադեպ արժան դարձավ մեր նահատակ շտատերի Հայաստանի սահմաններ և Արցախում հերոս տղաների արժանի դառնալ երեխաների և գործի ապակնային ոչ թե գենացիա ոչ թե շռայլության այլ կյանքամ և որքան է որքան դերձելով մեր հոգին մեր դորակությունը էթիկական, արվական, ազնագիտական և ամեն մեկս թող հասկանա յուրաքանչյուր այդ դերը և պատմական համայնքի ներկա որ կուստակտակրտի անհանդավ այլևս որ աղա բոլորը անխտի արկելի կուստակների ճպտական իսկ պաստարկեն ազգային սավ պետական իսկամություն և ոչ հագարակ և դրանք արհա մեր պայքարը վեր և դրա համար պատիվ տարի Արմենի մեր հազարավոր ընկերների հետ մասնագիտ պայքարի ես կորում եմ գիտակցության ոգ ազգային ոգ ապակայի դեր որ դուք և մենք միասին իպրուն որը բերելու է Հայաստանի այն աննպտև որ մենք ունենալու իտրոտ շանքույնը նանշանը տանը և մի ապակա պատկանում եմ ովքեր պիտի ապտեքսի անշատապ բանի ամեն սպանակ ամենահարով ամենամաշտուտը ամենազարգացան ես է ուտենա մենք պիտի նավտիվ բաղին տնայեք այդ տնայեք և ես տստայեք նյասնական արեցկյան պատնա մենք միասին ազատության հրապանակից մերտերով և ծրի և ոսպա այդ ուժ գաստ է, այդ ուժը անհաստ է, այդ ուժը դաստ է և հաղթարակ ուտագատերով իպան պարզ է սալատ չկա վիճարկային արկատ չկա տերկյան հետայքման և չկա այդնատին դուր և տարածքային արկատ կամ գավախտի իպաշպատություն թե Հայաստանի հայ մարդը Հայաստանի աղթ ու հատը իրապատերձ թակավորության Սրկավորության դադաշրջանը է և հիմա հետո այդ ժողովուրդը քաղաքացի կապտել է Հայաստանի ապակայը դեմ կապտի այդ ժողովուրդի դարման Ամերիկայի կապակալ Սանտայի ստանի առավել ևս հայ մատակարգի իրենք պատած Հայաստանի և հայ ժողովրդի
անարդարության, որ սահմանադրություն ունենք օրենք, ճիշտ դատով, դատավոր, դատախած բոլորը, դախված, դախվիչ։ Այո։ Bravo, Sasu, bravo! Masistlerdi, yakışların koçlarını barır. Լեզուն դուրս ակցիա արդեն։ Ոնց եք, պարոն Ժորա, լավ եք։ Նստեք։ Նկարը տեսա՞ր։ Արայի մոտ։
միկրոֆոնը հանեք ավելի լավ ուղի հեռախոսով։ Ձեր միկրոֆոնի փոխարեն հեռախոսը միացրեք։ Աստո հրաշք։ Հեռախոսը իր հեռախոսը։ Եվան ծիրվիդի Ոնսով ինչի փոխեցին ոնսով միացրի ասատով հեռախոսով Ալո, բարկես Okay, հեռախոսը փոխանցեք, մենք հարցերը կտանք, հեռախոսը փոխանցեք կարող որպեսզի մեծ խճողներ չառաջանան, մենք կկարդանք բոլոր հարցերը, որ տալիս են մեր ձեր երկրպագուները այստեղ, ես ուզում ենք սպառիչ պատասխաններ ստանալ։ Ուրեմն առաջին հարցը Կարեն Հարարյանը տալիս է պարոն նախագահին։ Անկապ
ձեզ ասել շնորհակալություն ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար, ձեր թանկ էներգիայից մեզ տրամադրելու համար եւ ուզում ենք ասենք ողջ տերով։ Եղեք առողջ, պահպանեք ձեզ ձեր եւ հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն պարոնայք։ Մեզ արդար չեն արդարկում, տիկնայք և պարոնայք, մի քանի րոպե ևս խնդրում է պարոն նախագահ։ Շնորհակալություն
Այո։